Արենի համայնքի Ելփին գյուղում ամենահաճելի տեսարաններից մեկը մարդաշատ կենտրոնն էր և դպրոցից տուն շտապող միանման գեղեցիկ համազգեստ կրող երեխաների աշխուժությունը։ Գյուղն ունի 1247 գրանցված բնակիչ, մշտական բնակվողների թիվը շուրջ 750 է, 40 փակ տուն կա, որոնց բնակիչները տարբեր ժամանակաշրջաններում մեկնել են գյուղից, հիմնականում Ռուսաստան։ Հիմա նման միտում չկա։ Ռուսաստանի դաշնություն հիմա այս բանի շատ քիչ են հետում, առաջ ավելի շատ էր, բայց հիմնականում երիտասարդները գնում սովորում են Երևանում, ընդել աշխատանք են գտնում եւ աշխատում են ընդել։ Ամուսինս արտերկրում աշխատե, տղես Երևանում աշխատում։ Ելփինցիների հիմնական զբաղմունքը այգեգործությունն է եւ անասնապահությունը, տարբեր մրգատեսակներ են աճեցնում, սակայն ինչպես նշեց վարչական ղեկավար Անդրանիկ Աղախանյանը, արտադրության ծավալները քիչ են։ Բնակիչներն առաջնային են համարում ոռոգման ջրի կանոնավոր մատակարարման հարցը, նաեւ ընդգծում են աշխատատեղերի եւ գյուղմթերքի իրացման հետ կապված խնդիրները։ Ոռոգման ջրի խնդիրը առաջնահերթ աշխատատեղի արտադրամաս պետք է լինի, որ աշխատեն, բայց հիմնական գյուղի բնակիչները դրսում հողեր ունեն, դրանց համար այդ ջուրը խնդիր է, բայց կամաց կլուծվի, էլի երիտասարդները այդ հարցերը լուծում են։ Այգի բաղջի ինչ են տնկիները, խաղողի տեսակա, խնձորի տեսակա, փոփոխ զբաղվում։ Կարողանում եք իրացնել։ Դե նայած, որը ոնց դժվարությամբ քիչ միշտ սերտորում։ Ոռոգման ջրի խնդիր ունենք այս բանին, բայց ապագայում կառավարության ծրագրով մեծ ջրամբար ունենք, որի ծավալը մոտ 960,000 խորանարդ մետր է։ Նախագծման աշխատանքները վերջացրած արել են, հիմա մնում է շինարարի դնեն շինարարական փուլին, տենդերի, շինարարը շահի եւ գա սկսի այդ աշխատանքները։ Ոռոգման համակարգի կառուցումը ըստ վարչական ղեկավարի հնարավորություն կտա բնակիչներին ընդլայնել իրենց մշակովի հողատարածքները եւ բարելավել միրգ բանջարեղենի որակը։ Նրա խոսքով Արենի տեսակի խաղողը ամենապահանջվածն է, այն մթերում են կիլոգրամը 250 դրամով։ Հիմա Ելփինում ընթացքի մեջ են խմելու ջրի նոր համակարգի կառուցման աշխատանքները։ Գյուղի խմելու ջրի ջրագծերն է կառուցվում 0-ից մոտ 13 կիլոմետր, իսկ 4 օկաջեներով, ֆիլտր մանկայաններով, քլոր մանկայաններով, այս բային այդ աշխատանքներն է ընթանում։ Ունեցել ենք մանկապարտեզ, որ կառուցվել է 60 խմբի համար հզորությամբ, այս բային հաճախողների երեխեքի թիվը 31-ն է։ Ելփին գյուղի բնակիչները շատ պահանջներ չունեն, նշում են, խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման կարգավորումից զատ կմնա միայն տրանսպորտի հարցը, որն անհրաժեշտ է գոնե մարզկենտրոնի հետ կապը ապահովելու համար։ Մենակ մի տրանսպորտը լինի, ասենք շրջանի քաղաքի հետ կապ ունեն, թե չէ մնացածը լավ ժողովուրդ են, աշխատում են։ Այս տարածաշրջանը գրավիչ է իր բնությամբ, մաքուր օդով եւ լեռնային տեսարաններով, նաեւ հին հուշարձաններով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում հատկապես պատմությամբ եւ մշակույթով հետաքրքրվող զբոսաշրջիկների համար։ Տուրիստները հիմնականում գալիս են Նրբյուն Բերդ կա, 13 Օրբելյան իշխանների ժամանակ ընդ Բերդը, այդ Բերդերի ավերակների հիմա կա, հիմնականում գալի բարձանում են այդ շրեստասարը, որ ասում ենք Նրբյուն Բերդը, այս դրա վերևն ու գալիս են, բայց այնքան մեծ ծավալի չի։ Զբոսաշրջիկները հմայված են այս վայրերով, մինչդեռ ոմանք հող մշակելու կամ անասնապահությամբ զբաղվելու ցանկություն չունեն, այդ պատճառով ընտրում են քաղաքը։ Ձգտում են գնան Երևան ու մեկ ուրիշի տունը վարձեն, աշխատանքներ անեն, բայց դե չմնան, ասենք, սար են գնացել ու աշխատել ենք, արարել ենք, ապրել ենք։ Այնուամենայնիվ շատերը կապված են իրենց հողին ու թեև բավարար եկամուտ չեն ստանում, փորձեր ձեռնարկում են իրենց տնտեսությունները զարգացնելու, առևտրի ու սպասարկման ծառայությունները կատարելագործելու ուղղությամբ։ Չնայած առկա խնդիրներին, այս տարածաշրջանի մարդիկ ստեղծում են իրենց ապրուստի միջոցը, օրնիբուն աշխատելով եւ չարչարվելով իրենց այգիներում։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Վայոց Ձոր, Ելփին։